դպրոցական առածանին անկեղծ ասած 4-5 հոգի գրել են մեղմ ասած անհաջող, որովհետև այնպիսի բաներ կան, որ երեխաների չէր կարելի այդ բաները ընդգրկել, ասենք թե այբենականով պատրաստած կտարով կաշառք բառն է, գրում են դպրոցականի համար պատրաստած կաշառքը մութ տեղը լույս է տալի, դուք ուղղորդում եք դպրոցականին, որ մութ տեղի ունի կաշառքով դուրս գա, ծանր տեղին գաց ժամանակ, կամ ասենք հտարի տակ բանի հարսուկ էսուր հարսուկ հեսա, բա դա թեմա է, որ դա քիչ է հարսի ձեռով հակագծում են ժողովրդի մեջ տարածվածն է գրվում, փեսին լավություն է անում, չի կարելի, հետո այբենականով մեծ մասը կպատրաստում են, ես առաջնորդվել եմ Արամ Ղանալանյանի սկզբունքով, դպրոցական առած, հետո բոլորի համար հիմք է հանդիսացել Արամ Ղանալանյանի առածանին, 40,000 միավոր նյութ ունեցող առածանին, իմ պատրաստած դպրոցական առածանին 9-10 աղբյուրներ են, նախ առածանին վերջին անգամ մի անգամ 51 թվին է տպագրվել Ղանալանյանի առածանին, հետո 60 թվականին, 60 թվականից հետո 67 տարի է անցել, այնքան գիրք գրականություն է հրատարակվել ազգագրական, բանահյուսական տեղավայրերին նվիրված բարբառագիտական ուսումնասիրություններ, որ սրանք պետք է վերջի վերջո սրանց մեջ էլ նոր առածներ, ասացվածքներ կան, որոնք տեղ չեն գտել, սրանք եմ արել, արխիվային նյութերից եմ դուրս գրել, նույնիսկ հեքիաթներից եմ դուրս գրել, այսօր գուցե ավելի համահունչ է այդ առածն հեքիաթից դուրս գրածը, ես նույնիսկ դրել էի Facebook-ում շատ, այսպես է, չեմ ուզում ընդարձակվեմ, խելոք չոբանի ոչխարը ավելի բախտավոր է, քան թե անխելք թագավորի ժողովուրդը։ Այս խտացված հեքիաթի վերջաբանային խտացումը առածի տեսքով, կամ ասենք լորեցիների մոտ, դրել եմ ես դրանք առածանին ու դպրոցական, լորեցիները այսպիսի բան ունեն, առած ունեն, ես եմ գրանցել 70-ականների վերջին, գրագետների ջանին էլ մատաղ, անգրագետների ջանին էլ, հեռու փախեք կիսա գրագետներից,